Պարոն քաղաքապետ, այս պահին աշխատում ենք Տիկին Բաբայանի կողմից նշված կառավարության որոշման նախագծի վրա, որպեսզի մենք ունենանք մի փաստաթուղթ, որը կկարգավորի այդ հարցի հետ կապված գնման գործընթացները միջազգային գնումների ընթացակարգերի տրամաբանությամբ։ Այս պահին այդ փաստաթղթի վրա ենք աշխատում, դա ինչպես արդեն նշեց, գերակաշարի որոշման նախագիծը ուղարկվել է։ Ճիշտ եմ հասկանում, որ մեկ կառավարության որոշման մեջ մենք գնման գործընթաց ենք սահմանելու, սա վերաբերելու է եւ շինարարական process-ին եւ տեղ հսկողին, թե առանձին են այդ որոշումները լինելու։ Տիկին Բաբայան այդ մանրամասներին կա։ Տիկին Բաբայան։ Պարոն քաղաքապետ, այո, գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ, որով կկարգավորվեն եւ շինարարությունը եւ տեխնիկական հսկողությունը, եւ քանի որ FIDI կարգավորումներով տեղ հսկողը ըստ էության ծրագրի ինժեներն է, այսինքն նաեւ ծրագրի իրականացման շինարարության ընթացքի համար պատասխանատու է, այդ կարևոր լուծումները մենք ցանկանում ենք տալ, որովհետև տեղական կարողությունները բավականին սահմանափակ են նման ծրագրեր կառավարելու համար։ Շատ լավ, փաստաթղթի նախագծի պատրաստման խնդրում եմ ժամկետ ասեք, հիմա բոլորը լսում են ուղղակի։ Ես կարծում եմ մինչև այս ամսվա վերջ մենք արդեն կունենանք նախագիծը։ Շատ լավ, ֆիքսեցինք փետրվարի առաջին գործակարգավարականին դուք զեկուցում եք երկուսով, որ Ծիգից, քաղաքապետարանից փաստաթուղթ ուղարկվել է կառավարություն նախագիծը։ Հաջորդիվ անդրադառնամ մետրոյի Սուրմալու կայարանին, այստեղ բյուջեն գնահատման ընթացքում է, որոշակի դեռ նաև բան չկա, ինտուիտիվ նաև պատկերացում չկա, Սուրմալու մետրոյի կայարանի կառուցման ծրագիրը ենթադրվում է իրականացնել համայնք պետություն մասնավոր գործընկերության քանվում, եթե մենք կարողանանք ավարտել 26 թվականին այդ բոլոր աշխատանքները։ Այս պահին ծրագրի տեխնիկատնտեսական իրագործման մրցույթը 25 թվականի օգոստոսից հայտարարված 2 անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով, մենք ամսի 16-ին վերահայտարարելու ենք մրցույթը, ամսի 23-ին Սուրմալուի հարակից տարածքում քաղաքաշինական հայեցակարգի մրցույթն է հրապարակվելու եւ նաեւ նորագույն տեխնոլոգիաներով ներդրումային ծրագրի AR, VR տեխնոլոգիաներով մոդելի կառուցման մրցույթ է հրապարակվելու փետրվարի կեսերին։ Այս ամենի հիման վրա մենք 26 թվականին կունենանք պայմանագրեր, կավարտենք նախապատրաստական աշխատանքները եւ արդեն ներդրումային ծրագրի մրցութային գործընթաց կսկսենք։ Ռիսկերը ըստ էության մրցութային գործընթացների հետ ձգձգումների հետ են կապված եւ հնարավոր է նաեւ ներդրումային նվազ հետաքրքրություն լինի, այդուհանդերձ այստեղ նաեւ ներգրավելու ենք արտաքին գործընկերներին, բոլոր հնարավոր հաղորդակցության խողովակները օգտագործելու ենք, որպեսզի հնարավորինս նաեւ միջազգային հանրությանը եւ տեղական ներդրողներին հասանելի լինի ներդրումային ծրագիրը եւ հետաքրքրությունը մեծանա։ Տեխնիկատնտեսական իրագործելիության մրցույթի ամբողջ տրամաբանությունը պետք է կառուցված լինի նրա վրա, որ տեխնիկատնտեսական իրագործելիությունը ապահովենք, այսինքն այդ կետը պետքա գտնեն հաղթող կազմակերպությունները, թե որ կետում է տեխնիկատնտեսապես հետաքրքիր մասնավոր գործընկերներն, այս պետքա լինի իրենց աշխատանքի նպատակը, որովհետև այդտեղ մենք մեր որոշումներում բավականին լայն հնարավորություններ ունենք։ Այսինքն բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտ։ Հաջորդը։ Բնութագիրը այդ տրամաբանությամբ էլ նշված է, որ մեզ տան առաջարկ լավագույն իրագործելի տարբերակի շուրջ։ Հաջորդը էլեկտրական քաղաքային լուծումներ շարժունակություն, սա կամ այսպես կոչված մինչև 250 էլեկտրական ավտոբուսներ 18 մետրանոց գնելու ծրագիրն է, բայց քանի որ ծրագիրը նաև բազմակոմպոնենտ է բացի էլեկտրական ավտոբուսներից, ենթադրում է նաև 2 դեպոների էլեկտրատրանսպորտի վերակառուցում, քաղաքային այգի եւ այլն։ Գնահատված բյուջեն 200 միլիոն ԱՄՆ դոլարի է հասնում, ֆինանսավորում Ասիական զարգացման բանկ եւ գլոբալ կլիմայական հիմնադրամ եւ
գլոբալ կլիմայական հիմնադրամի ռեսուրսները մեզ հնարավորություն է տալիս կոնցեսիոն եւ բավականին լուրջ տեխնիկական աջակցություններ գրավել եւ բավականին էժանացնել վարկային բեռը պետության համար 25-26 թվականները ծրագրի նախապատրաստական շրջանն է 26-ի վերջից ակնկալում ենք, որ իրագործումը կմեկնարկի ծրագրի, նաև եթե այս ընթացքում ունենանք կառավարության հաստատումը։ Մինչև օրս ծրագրի իրագործելիության ուսումնասիրության համար միջոցներ են ներգրավել եւ արդեն միջազգային խորհրդատուն ընտրված է, աշխատում են քետները եւ 26 թվականի մայիսին ծրագիրը պատրաստ պետք է լինի իրագործելիության ուսումնասիրությունը ավարտված, նաև իրագործելիության ուսումնասիրության փաթեթում ենթադրվում է, որ հիմնական մրցույթային փաթեթները պետք է կազմված լինեն։ Նաև հանրային ներդրումային ծրագիրը մշակվել ՏԻԳ-ի կողմից եւ ներկայացվել է կառավարություն։ Ֆինանսական կատարողականը այս պահին մենք պետական կամ համայնքային որևէ ռեսուրս նախատեսված չի սրա համար եւ քանի որ խորհրդատվական բնույթի աշխատանքներ են իրականացվում վերլուծական ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությամբ եւ Ասիական բանկի միջոցներով են եւ տեխնիկական ֆոնդերի միջոցներով են դրանք իրականացվում։ Դե այստեղ ռիսկերի հետ կապված ես ավելի շատ կնշեի, որ կարող են որոշակի ձգձգումներ ունենալ, բայց մեր համոզմամբ ծրագիրը կարևոր է մի քանի ասպեկտով, ոչ միայն որ սրանով ամփոփիչ կետի պիտի հասցվի քաղաքի տրանսպորտային բարեփոխումների առաջին փուլը, այսինքն առնվազն գոնե շարժակազմի ամբողջականացումը, սա նաև կարևորագույն կետ է կանաչ տրանսպորտին արդեն վերափոխվելու տրամաբանության տեսակետից, որը նաև ոչ միայն քաղաքի, այլ նաև կառավարության քաղաքական օրակարգն է եւ գլոբալ հանձնառություններից է, որովհետեւ ծրագրի իրագործմամբ էապես պետք է ածխածնային արտանետումները նվազեցվեն։ Եվ պարոն քաղաքապետ, այս մասով նաև փոխվարչապետի իրականում 250 մեր ավտոբուսներ, 18 մետրանոց ավտոբուսներ, դուք շատ ճիշտ եք նշում, որ այս ծրագիրը բացի նրանից, որ ամփոփում է մեր տրանսպորտային ռեֆորմի առաջին, այսպես ասած, ամբողջական փուլը, որը դեռևս նախանշված էր 2016 թվականից, մենք սրանով մի քանի կարևոր հարցին ենք անդրադարձ ունենում, առաջին հերթին դա խցանումների խնդիրն է, որովհետև 250 18 մետրանոց ավտոբուսների մուտքով մենք ունենալու ենք հնարավորություն որոշակի նոր կարգավերումների մարդատար ավտոմեքենաների համար, որոնք որ վստահորեն արդեն իսկ քանակապես գնալով տարին տարվա վրա ավելանում եւ ավելանում են, ստեղծելով ամբողջական հանրային տրանսպորտի մեր նոր համակարգը, մենք կարողանալու ենք որոշակի փողոցներում ուղղակի բացի հանրային տրանսպորտից ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտքը արգելել եւ ամեն այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է, չգիտեմ, 80-ից 100 մարդատար ավտոմեքենա եւ կարող ենք այս համեմատականները շատ հստակ անել։ Սա առաջին իհարկե գործոնն է։ Երկրորդ գործոնը իհարկե վերաբերում է օդի որակին եւ օդի որակի տեսանկյունից այս ավտոբուսները գրեթե կարելի ասել գրեթե չէ առհասարակ արտանետումներ որպես այդպիսին չեն ստեղծում, դրանք էլեկտրական ավտոբուսներ են եւ բացի դրանից նաեւ փոխարինում են ավտոմեքենաներին մարդատար, մոտավորապես եթե 250-ը ամեն 100-ի հետ համեմատենք, ստացվում է 25000 ավտոմեքենայի մասին է խոսքը, ճիշտ եմ չէ հաշվում։ Այսինքն 25000 ավտոմեքենայի արտանետում ուղղակի դուրս է գալիս քաղաքից։ Սա նույնպես շատ կարևոր է եւ մեծ գործոն է նամանավանդ օդի որակի բարելավման մեր միջոցառումների ծրագրի տեսանկյունից, այսինքն եւ խցանումների մասով է կարևոր եւ օդի որակի մասով է կարևոր։